Հայաստանում նորից բողոքի ակցիաներ են նախապատրաստվում, կրկին թեման ճիշտ է արցախցիների սոցիալական հարցերն են, բայց կարծես որոշ ուժեր քաղաքականացնում են ու հակաիշխանական կոչեր են արդեն հնչում, հայտարարություններ են լինում, որ պետք է գործարկեն Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում, որպեսզի Հայաստանում հասնեն նշանակության, ձեր մեկնաբանությունը ինչ է տեղի։ Այսինքն որոշ ուժեր որն է, բացի կառավարությունը մնացած են եւ հեղափոխության աջակից ուժերը մնացած են, էլ որոշը որն է։ Այսինքն դժբախտությունը որն է, բայց նաեւ հաջողություն է դա խորքի մեջ։ Հայաստանը կիսվել է, ինչպես կիսվել էր 1920 թվականի աշնանը։ Մեկը ատամներով կարճած պահում է անկախ պետականությունը, մյուսը եզի համառությամբ հայերի մասին է, փորձում է տապալել իշխանությունը եւ մտնել Ռուսաստանի տակ, ուղիղ, կողքնել չէ։ Հիմա այն ժամանակ հաջողվեց, որովհետեւ 20 թվականի իրավիճակով վերջերին համաշխարհային իրադրությունը սկսեց աստիճանաբար փոխվել եւ անդանդի երկրները, որ Հայաստանին օգնում էին, քիչ շատ ուրանալ պետք չի, հոգնել էին արդեն պատերազմից եւ մի ժողովրդին օգնելուց, որը գաղթականություն էր, որը բազմաթիվ խնդիրներ ուներ, իսկ կենթանի մասը ռուսացած հայվան էր ղեկավարության մեջ։ Ուղղակի հայվան էր, զինվորականությունը հավաքականորեն են ժամանակ, պրոֆեսիոնալ, ֆիդայները չէ, սեբուհները չէ, դրոները չէ, պրոֆեսիոնալ զինվորականություն, ռուսական ցարական բանակի զինվորականություն էր, հայվան էր։ Հիմա նույնը Շուշիում է կրկնվել, պարզապես միջազգային իրադրությունը հիմա փոխվել է, այսինքն նպաստավոր վիճակ չի Ռուսաստանում, այս է տարբերությունը եւ 30 տարիներին բոլոր դեպքերում առաջացել է մի սերունդ, որը կորովի է, որը թքած ունի նյութականի վրա եւ որը իշխանությունը պահում է պարտվելուց հետո անգամ եւ ունի նաեւ արևմուտքի այն աջակցությունը, ինչը որ ունի եւ բավականին լավ է նկատելի օրորի ավելանում է եւ մեր բախտից Ռուսաստանն էլ անդունդի մեջ ցեխի մեջ են գետացի ու նման ոլոր-մոլոր է գալիս մի խոսքով միջազգային իրադրությունը այդ իմաստով փոփոխված է իսկ էլիտա կոչվածն է ռուսական նախկին զինվորականությունը որը նախապատրաստեց եւ ռեալիզացրեց Արցախում Հայաստանի բանակի ջախջախումը Ռուսաստանի ցուցմունքով հոգուտ ուրեմն Ադրբեջանի սա հեղինակազրկված է բացառապես գող ավազակ թալանչի գեներալ որի բանը ուրեմն ոսկին միայն ուսադիրների աստղերն է գիտեք չգիտեմ գիտեք չէ թե ես վերջերս եմ լսել որ այս հայվանները գեներալական կոչում որ ստացել են ուրեմն ոսկի հատուկ աստղեր են պատվիրել եւ փոխանագուղեղ ունենան ոսկի ասացին որ գրամուլությունը հասել է բագոններին ռուսական եւ աստղն էլ ռուսական է օրինակ հարևանցի ասեմ ինձ համար տարօրինակ է թե այդ աստղերն ինչու են պահում եւ զինանշանի մեջ զինվորական են տարբերանշաններում սովետական ատրիբուտիկան ինչ է մնում գիտեք չէ այդ 5 աստղը ինչ է նշանակում դա պիտի պրոլետարական հեղափոխություն լիներ սովետական սոցիալիստական Ռուսաստանը թևարկեր աշխարհի 5 աշխարհամասերում աշխարհակալությամբ հայերը ինչ կապ ունեն դրա հետ բայց պահում են կամ չգիտեն կամ հոգուխորքում ռուս են բայց այս սերնդի կողքին որը այդ նույնն է ուրեմն Արցախ հաջողությամբ վերադարձրեց Ադրբեջանին կռվելով սեփական ժողովրդի իրավունքների ազատության ամեն ինչի դեմ կատարելով Պուտինի կամքը
Ռուսաստանը ուրեմն Ադրբեջանին վերադարձրեց Արցախի հանրապետությունը, Զորի բալայանականություն իրաք ծև կորզն արեց։ Ուրեմն երկու դեպքում էլ տեսեք զուգահեռները շատ հստակ են։ Մի դեպքում հանձնվում է Կարսի ամրոցը մի օրում եւ գեներալ նախկին ցարական բանակի գնդապետ Սարդարաբադի հերոս ուրեմն Դանիել Փիրումյանը կազմակերպում է զորքի փախուստը ուրեմն Կարսի ամրոցից, որպեսզի թուրքերը գրավեն։ Սա արդեն Ռուսաստանը վերադառնում էր։ Ռուսաստանը, որ չքվել էր 18 թվականին, կռվեց Սարդարաբադում, Թուրքի դեմ։ Հասկացաք ոնց է, իսկ Շուշիում են հայ գեներալները, ես գեներալ գիտեմ, էկրանով եմ ասում, որ 2 օր առաջ փախել էր 9-ին չէ, ամսի 6-ին 7-ին Արմեն Գևորգյանի մոտ ընդունելու Գրիգոր ինչեր Սարգսյանի նախագահի մոտ ընդունելության էր։ Փախել էր արդեն Շուշիից։ Եվ ուրեմն այս բոլորը գիտեք պատմություն չի, այն իմաստով որ ես պատմություն եմ պատմում, որովհետև քաղաքականությունը առանց պատմական իրողության ճշգրիտ դիմացության չի կարող արդյունավետ եւ արդյունք ունենալ։ Եվ այսպես, եւ ինչ ստացվեց 21 թիվ, որ վերադառնամ 21 մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության եզակի պայմանագիր եւ Հայաստանը դարավ 31,000-ի չափ։ Հիմա այսինքն այս Հայաստանը հանրապետություն այն ժամանակ եղել։ Իր տարածքով ամեն ինչով ընդ որում հայ ժողովրդի ռսաստրուկ հատվածի խոշոր եղբայրը այդ անասունը 3 ամրոցներ խոշոր բնական ամրոցներ հայ ժողովրդից վերցրեց հայի ձեռքով նվիրեց Թուրքին Կարսի ամրոցը, որ առաջին հանրապետությանը վերադարձվել էր անգլիացիների ուղղակի ռազմական միջամտությամբ, Մասիս Սարը, նայեցեք, որը ցարական Ռուսաստանում իր կազմի մեջ էր, Մասիսները երկուսներ, եւ որը թուրքերը չեն գրավել, գեներալ Դրոն գրվեց մինչև վերջ եւ դա պայմանագրով է անցել, ինչպես որ ասենք Քաշաթաղը։ Չի հանձնել, Իգդիրը չի հանձնվել, թուրքը չի գրավել, այդ ահու սարսափը որ տարածում են, երկուսը հանձնեցին, մնացել էր մեկը Շուշին էլ էս ողորմելի, որ կրամոլ պալատական կյանքի մեռած ստրուկները հանձնեցին զինվորականությունը։ Այն ժամանակ էր խնդիրը նույնն էր, տապարել Հայաստանի կառավարությանը անկախ, այն ժամանակ դաշնակցությունն էր, կառավարություն եւ նրանց սխալը որ քննադատում են, չիմանալով սովետական, անկախ Հայաստանը ստեղծվել առաջինը դաշնակցության ջանքերով եւ դաշնակցության ուրեմն այդ ստրատեգիայով։ Հիմա ուրիշ բան է, այդ դաշնակցությունը չկա, դա այդ դաշնակցությունը կապ չունի, անունը կա, ամանունը չկա, դրա համար սխալ է, որ քննադատում են այնտեղ։ Ռուս զինվորականությունը սովետական հայկական բանակի հայ ծագումով։ Եվ այսպես եւ Շուշին էլ հանձնվեց, ահա, հիմա ինչ է կատարվում։ Կատարվում է ոչիրը սրանց ձեռքով։ Ուրեմն Ռուսաստանը խնդիր է դրել ռուսկի միրը վերականգնել։ Այդ հայտնի բան է, հիշեցնեմ, այդ խնդիրը դրել է ուրեմն ռաշիզմի այսօրվա ուրեմն ղեկավար առաջնորդ եւ հայ ժողովրդի ողերիմ թշնամի Պուտինի կողմից Մյունխենում 2007 թվականի փետրվարի 12-ին Մյունխենյան անվտանգության համաշխարհային ֆորումում, երբ ասեց Ռուսաստանը պիտի վերադառնա համաշխարհային քաղաքականություն։ Այսինքն սա է նշանակում էլի, բայց մեր ճակերտավոր չար բախտից սրանք այնքան տկետ եւ թույլ դուրս եկան իրենց քարոզիչներով, Դուգին, Դուպին, Գուրգինով, տեսեք զզվելիներն են որ հայեր են քարոզիչները, Սիմոնովա, այդպես պետք է ասենք, որտեղ Սիմոնյանը ո՞րս է, այսինքն Շախնազարով Պուտինյան ֆաշիզմի կարկառուն դեմքերն են, Բագդասարով, Միգրանյան, Արա Աբրամյան, հա?
Թաթար-Ռուբո, սա Բուջինի գվարդիան է հայկական, որը Հայաստանի դեմ է գործում։ Եվ այսպես մի խոսքով, ահա, եւ ինչ եղավ, քանի որ ռաշիզմի բարագլուխ հայտարարել էր, որ 3 օրում Ուկրաինան պետք է իրենք վերցնեն, հետո ինչ եղավ, Կրեշտադիկում հիշեք, արդեն Բուչայում ինչու բռնաբարություններ արեցին, հիշում եք առաջի օրերը Ուկրաինայում, որովհետև ռուսները որպես ցուլեր պատրաստվել էին բռնաբարեին ամբողջ Ուկրաինան, բայց ուկրաինացի տղամարդիկ այնպիսի արժանապատվություն ունեցան, ինչպեսին հայ գեներալները ռուսացած երբեք չեն ունենա, դրեցին մամաները կներեք շինեցին, և հիմա տեսեք, ուրեմն այդ գործը գնաց, ուրեմն 3 օրում պիտի գրավեին, չէ Ուկրաինան, հետո 3 շաբաթում, հետո 3 տարում, 4-րդ տարին է Ռուսաստանը ռուսերեն ասած բուկսավատ է անում Ուկրաինայի դաշտերում, որոշակի հաջողությունն այսօր որ ունի, իր հաջողությունը չի, այլ Ռուսաստանում Միացյալ Նահանգներում հանրապետական իշխանության հաղթանակի հետ է կապված ռուսական հաջողությունը, արտաքին հաջողությունը, ռազմականի մասին է խոսքը, բայց պատկերացրեք 3 օր, 3 տարին անցել է, 4-րդ տարվա մեջ է, և այդ ռաշիզմը ինչ է գրավել, մի ընդամենը, մի մարզ դեռ չի գրավել, Լուգանսկ, Դոնեցկ, մի մարզ, և գիշեր-ցերեկ այս Զահլատ արավ համաշխարհային հանրության ռուսականացած լրատվությունը, հատկապես այս հայկական, հակապետական լրատվությունը Քոչարյան Ռոբերտի Սերժ Սարգսյանի բայրակթարային տկետ այդ լրատվություն ամեն օր ռուսական հաղթանակներից են խոսում, չասը այսօր այսքան առաջ են շարժվել, ճիշտ է, եթե 4 տարում այդքան առաջ շարժվեն, հիմա Վիեննայում պետք է լինեին, ինչ-որ բան են չի, ուկրաինացիներ կռվում են և նրանց հաջողություն պետք է ցանկանալ, հիմա այս պայմաններում Ռուսաստանը ըստ էության Հայաստանի օկուպացիայի ժամկետը անորոշության մեջ է ձգել, եթե 3 օրում լինելու էր Արցախյան բանը, մի օր էլ մենք էինք փախնելու կամ ուրեմն այս բանդաներ Ղարաբաղյան կլանը վերադարձել էր որպես իշխանություն, հիմա չի էլ գնացել, բայց լրիվ էր վերադարձել, այնպես ինչպես Սրիկա Միկոյաններն ու Անաստաս այդ ուրեմն բաները այդ մի խոսքով հեղկոմը որվե, բայց չեղավ այդպես, ես կարող եմ բնդել, որ Ռուսաստանի ստրատեգիան Հայաստանի օկուպացիայի և ռուսականացման տապալված է, բայց իրենք անորոշ ժամանակի են ձգել, մինչև Ուկրաինայում իրենք կհաղթեն, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Ուկրաինայում իրենք երբեք չեն հաղթելու, եթե նույնիսկ կոմպրոմիսային տարբերակ լինի ռուս ուրեմն ուկրաինական այս Բայդենը, որ ասում է, չէ, գներեք, Թրամփը, որ ասում է զինադադար, Ուկրաինային տարածքը մնալու է այնտեղ հավերժ հակասություն է, ուկրաինացիները մի տարում կազդրվելու են, տալու են Կիև մտնեն, Մոսկվա մտնեն, Լենինգրադն են խփելու, կասկածում եք, այսինքն այս ռաշիստը խրվել է, ճիշտ է արտաքնապես հաջողություն իր կողմն է, հիմա որ ինչու եմ ասում արտաքնապես, որտեղ տնտեսապես մեռել պրծել է, ես ուրեմն մի հեղինակի եմ ուզում ասեմ, որ մեր հանրությունը մի քիչ լրջանա, ես մեր այդ ապուշներին նկատի չունեմ, ռուսականացած հայախոս ռսակոծերը, որոնք պետության դեմ են կռվում և ամեն տարի մի յուրդ միտեղ տեղադրում են, յուրդերով են, հիշում եք, մի ժամանակ 20 թվին էլ յուրդերը դվրել էին, էլի մարդավորս էին անում իրենց ամեն ինչով, հիմա նոր յուրդեր են դրել Ղարաբաղյան հարցով, դուք ասում եք քաղաքականացել և հիմա այս պայմաններում, ահա ինչն է հարցը, լիպսից, Իգոր, դրանց բացարձակ ճշգրիտ տնտեսագիտական վերլուծություններ են, որտեղ վերջին հաշվով Ռուսաստանի փրկությունը միջուկային զենքի մեջ չի, ինչ կանել ցույց տամ, Ռուսաստանի փրկությունը տնտեսության մեջ է, որ բացարձակ անգում է գնում,
բացարձակ։ Ուրեմն ռուբլին զրոյական վիճակի եկել, դե բարձ է։ Նավթի եւ գազի վիճակ աղետալի վիճակում է։ Այսինքն չկա Ռուսաստան այդպիսի այն էլ որոշակի տնտեսական հաջողություն կա ռազմաարդյունաբերության ոլորտում, որտեղ ամբողջ ռեսուրսը Ռուսաստան ուղղորդել է զենք արտադրելու ուղղությամբ։ Այստեղ է հարցը եւ այսպես։ Իսկ դիվանագիտորեն եւ այլն իրենք որևէ հաջողություն չունեն, այդ ամերիկացիք են իրենց թողում մի քիչ թպրտայտո կողեցնում են, կողեցնում են դրա համար սրանք շշմել են, չեն կարողանում կողմնորոշվեն։ Թվում է թե ուրեմն Թրամփ իրենց կողմից է, բայց օրը մեկ տեսնում եք ինչ անում, մեկ է նոր սանկցիա է հայտարարում, նոր եւ անեցվեց եւ խճճվել է։ Ընդհանրական ասեմ, Ռուսաստանը հանրապետական կուսակցության ղեկավարության վարպետ կատարումով փաթաթվել է անագոնդայի շղթաների մեջ։ Ես շատ եմ ասել, դա ամերիկյան ռազմավարական ուղղություն է, որը անագոնդայի վիշապոցի մարմնին փաթաթվելու պատկեր ունի։ Խճճվել է, հիմա ինչ կանենք կտեսնենք, բայց որ չի կենթանանալու վստահաբար չի լինելու։ Հիմա բոլոր դեպքերում մեր խնդիրը չի Ռուսաստանը տապալելը, ինք իրեն տապալվում է, երկրորդ ուրիշ բան կա, որ եթե չտապալվի էլ մեր ուժի բանը չի։ Ես հիմա հարց եմ տալիս, այս մեր հուսահատ քաղաքացիներին, հետո կանցեմ ձեր հարցը, որտեղ հարցը ուրիշ տեղ է։ Դուք երբևէ 5 տարի առաջ, մանավանդ երբ որ Պերմիագով բռնաբարում էին այս Սերժի իշխանություններ, չէ Սերժն էր թե Ռոբերտը, բայց երբ որ Պերմիագովը բռնաբարում էր Սերժին եւ իր ռեժիմին, երբ հիշում եք այն դրա քարոզիչներից մեկը Դմիտրի ինչեր հիմա էլ կա, եկավ ձիով մտավ ազգային ժողով, հանրապետական էշացել էր, չէ, երջանկորեն, ուրեմն ինչ-որ Ռուսաստանից, ինչ-որ մի պետությունից, ինչ-որ ռուսական կամպանիայի քարոզչական բանի ղեկավարը մտնում է, Լեոնտիևը ինչ է, մտավ ազգային ժողով իր սեփական մեքենայով, երբ իրենք են վախենում մտնել։ Սա անպատմություն էր, ձեն չկար, այսպես բան չկար, որովհետև իրենք արժանապատվություն չունեին եւ չունեն։ Հիմա հարցը ինչի մեջ է, այս վիճակի մեջ Ռուսաստանը փորձում է վիճակ փորձ։ Ռուսաստանի վիճակը երկակի է։ Նախ ինքը ներքին իմաստով քայքայված է, ես ասեցի, որ տնտեսական վերլուծություններ նայեք, այդ ռազմական, էսե միջուկային զենքով կխփենք, թող ղալատ կանես, ում կխփես։ Ոչ մեկին էլ չի կարող, դու չես, քեզ չեն խփելու, աչուծող անդադ էս կխփենք, այն կխփենք։ Ոչ մեկին էլ չես կարող խփել, դու կարող ես միայն խեղճ կրակ Ղարաբաղցիների ուղեղն ուտես եւ ուրեմն այդ խեղճ ժողովրդին Թուրքի վախով հանես Հայաստանի պետականության դեմ, խոսքը ժողովրդի մասին է, եւ այդ կագեբեիշնիկներին Ղարաբաղյան կլանին հայ ժողովրդի պետության մարմնին փաթաթես, ուրիշ բան չես կարող, չես կարողացել անել այս վիճակում։ Հիմա այս իրականության մեջ ինքը երկակի վիճակում է, եթե Ուկրաինայում հաջողություն է ունենում, ենթադրենք ամերիկացիները օքեյ կարողանում են մերձենալ, բայց դրագոնը բա ինչ անում չինական, գլխին տալու է, տակից փախնի, ինքը Ռուսաստանն ամբողջովին Սի Ցզինպինի տակ է, այնպես ինչպես Քոչարյաններն Պուտինի տակ են, ավելի վատ են տակը։ Այդ հասկանում եք ոնց է, Չինաստանը ուրեմն Չինաստանի ձեռից ոնց է պոգվելու մի անա ռուս բավարարի Բայդենի տակ է գնում։ Հիմա դեռ Բայդենի ասում կներեք, բանի Թրամփի տակ է անցնում։ Եթե անցավ, նրանք են մորթելու, եթե վերադարձավ, սրանք են մորթելու։ Իրեն մնացել է մորթվողի կարգավիճակ։ Հիմա ինչքանով Ռուսաստան կմնա, ինչքան Չինաստանն ու վերջին օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները կհամաձայնվեն Ռուսաստանի, որ առնական վիճակի տոկոսի վրա թողեն կենթանի։ Տրոհեն թե չտրոհեն, սա մեզ անհայտ է, ինձ թվում է տրոհելու են, եթե չեն տրոհելու, հանուն այդ միջուկայի նախվի եւ այլնի եւ տարածքի կառավարման, այդ հսկայական, այդ էլ չի լինելու,
որը ժամանակ սրան կպահեն, ահա ձեզ Ռուսաստանի վիճակ։ Հիմա ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանում մարդիկ կան, որ հասկանում են այս քանը, բայց այս ապուշներն ինչ են ուզում, երևի ուզում են անպայմանորեն, ես ենթադրում եմ, երևի Կրեմլից կամ այս ուրեմն դեսպանը, այս Կոպիրգինը, որ Լեգրանի կրկնությունն է, որը այն ժամանակ Հայաստանի պետությունը տապալեց, երևի սրանց ասել է, եթե Հայաստանը դուք խելոք մնաք, ձեզ բռնելու ենք, ուղարկենք Պերեդաչի դանեք մոլլաների մոտ ձեր ընկերներին եւ բանդ եք նստելու Բաքվում։ Դրա համար փրփուրը բերաներին կռվում են Հայաստան պետության դեմ, օգտագործելով ամեն առիթ, ինչ են անում։ Միշտ Հայաստանը պահել անկայուն վիճակում։ Մեր ժողովրդի հոգին հանել հոգեբանորեն։ Գիշեր ցերեկ այն ժողովրդին, որը 4 տարի է սեփական իշխանությունը դժգոհ լինելով, չլինելով, ատամներով պահում է Հայաստանի անկախ պետականությունը, այս ժողովրդի ներվերի հետ են խաղում։ Ղարաբաղյան բանդայի մասին է խոսքը, որ այսօր յուրդերով նստել է բանում։ Հիմա օգտագործում են ամեն առիթ, այսօր Արցախի հարցն է, ենթադրենք վաղը կլինի ենթադրենք Ղարսի հարցը։ Մյուս օրը կլինի իրենց խաշխորովածի հարցը։ Ինչ-որ մի հարցով պետք է ես վիճակը պահեմ մինչև ընտրություններ։ Վատեն է, որ սրանց թվում է, թե իրենք այս ձևով ընտրություններ կգնան կհաղթեն։ Այստեղ ես ինձ թույլ եմ տալիս մեր ընթերցողների համար կամ դիտողների ասեմ մի բառ, որ կարծում եմ իրենք էլ առհա ուրեմն դուք կգաք ընտրություններ, մնացածը մեռած է, դուք պետք է իշխան, ոչ չի լինելու, որովհետև Ռուսաստանը այսպես է մտածում, թե մի տարի ու կես կա, այն ժամանակ եւ հարց եմ տալիս ձեզ, իսկ տարի ու կես հետո Ռուսաստան մնալու է։ Իրենք Ռուսաստանով են գնում, բայց դա մնալու է, ուրեմն սրանք անհայտ բաներ են, չէ՞։ Մի քիչ որոշակիության դրա համար օգտագործում են սոցիալական հարցը։ Ես օրինակ չեմ հասկանում մեր հայրենագիցների բողոքի մաս Արցախահայության, կլանը չէ։ Կլանն ասեցի, օգտագործում է, սրանց օգտագործեց Ղարաբաղում, տեղահանեց, աղետի ենթարկեց, գցեցին Նիկոլի վրա։ Ես բացարձակ հայտարարում եմ, Արցախի աղետի մեղավորը Ղարաբաղյան կլանն է, Զորի Բալայանը եւ նրա հետևորդները, միանշանակ։ Այստեղ Հայաստանի այսօրվա իշխանություն, որը մեղ չունի, նա նույնիսկ եթե կարող եմ ասել հաջողությունն է եղել, որ իշխանությունը փոխված է եղել, եթե Ռուսաստան օկուպացիոն ռեժիմը անելու էր, փոխելու էր Ադրբեջանի համար, Սերժի ու Ռոբերտի միջոցով միանգամից մեր հիմա երիտասարդությունը դժբախտաբար դիվիզիաներով կկռվեր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համար, որպես միութենական պետության զինվորներ միանշանակ, այսինքն հեղափոխությունը լիներ, չլիներ, հեղափոխություն չլիներ, սա էլ չէր եղել, արդեն պերծել էր եւ վերջացել էր։ Այսօր այստեղ այս հարցը կա եւ այս հարցի մեջ կա այդ հերանեկարի հարցը։ Օգտագործում են մեր հայրենագից Արցախահայերին։ Ես Ղարաբաղյան կլանը միշտ տարբերել եմ Արցախահայերից։ Ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք բառաչեք, ինձ համար ատելի է ռուսական ռոզլիրով թուրքի շունը։ Դուք ռուսական չեկիստների թուրքիշան ֆունկցիա եք կատարում, ովքեր որ մեզ դեմ են խոսում եւ պետության դեմ։ Այդպիսի բան կա։ Այս թուրքիշաներն էլ չեն կարողանում հարց լուծել, ոնց կլուծեն, եթե ժողովուրդը չի ուզում։ Ու մտցրել են մի գիտակցության մեջ բան, իշխանափոխություն, ամեն օր աշխարհի իշխանափոխություն է լինում, մեռակ 4 տարի ասում եք իշխանափոխություն, ասում են մեր ժողովուրդը որ կանգնի ցես է, դե ժողովուրդը ձեր նման էշոտ չի որ կանգնի ցես է։ Ժողովուրդը իմաստություն ունի, ինչի՞ պետք է ձեր կողքը կանգնի։ Ժողովուրդը կգնա իշխանափոխության ընտրությունների ժամանակ նորմալ ձևով։ Եթե նայած ինչ կստացվի, այսինքն ի՞նչն է հարցը։ Ես դա նույնիսկ շատ լավ ընդունվեց այսին բացատրածը Ավստրալիայում, ասում եմ Ավստրալիայում դուք տեսել եք մեկը, որ ոստիկանի բանից կախված լինի, որ սրանք բաներից կախվում են, դե մարդիկ շշմում են ոստիկանին ոնց, ոստիկան նախ կտա գլուխդ կջնջխի, շղթան կդնի, կդանի դատարան համել կգնաս բանդ վերջացավ իր համազգեստին կպել ես,
որ դեմոկրատիա, Ավստրալիայից դեմոկրատական պետություն չկա, իրականում դեմոկրատիա է։ Ասում եմ դուք այստեղ կպատկերացնեք հիմա ավստրալիացիները ուտում խմում են, գնում են օջախում մի հատ մինչև կոկորտներ արաղը Ղարաբաղի թթի արաղը լցնում են, առավոտելնում բառաչում են իշխանափոխություն եկել տաբալ են, ասում եմ կպատկերացնեք, դե դա պատկերացնելի չի, այնտեղ օվկիանոսը գասեն գվերսեն, օվկիանոս գցեն շնաձգերին բաժին, այնտեղ շնաձուկ շատ կա ու վարձ կփակեն։ Ինչ եմ ուզում ասել, ուրեմն այս բոլորը վերջացած բան է հիմա ժողովրդի համար։ Եթե սոցիալական խնդիր ունեք, իհարկե ունեք, բայց մեր հանրության ժողովրդի որ մասը չունի։ Սևանի ավազանում դուք գիտեք, ես հիմա մեր ժողովրդին ասեմ, որ Հայաստանը գիտեք, որ անընդհատ եմ գալիս։ Մեր երկրի սոցիալապես ամենաանապահով զոնան Շիրակի ուրեմն մարզի Անի Պեմզայի շրջանն է։ Ուղղակի աղետալի աղքատություն է։ Վստահ եմ կիմանաք։ Երկրորդը Շիրակի գոտին է։ Ավելի շուտ էսպես ասեմ, բացի Մեղրու արևիկի տարածաշրջանը եւ երևի Լոռվա որոշակի այն Տաշիրի որոշակի հատված, որտեղ գյուղատնտեսությունը նորմալ է, մեր ժողովուրդը ինքը բոլոր տեղ սոցիալական խնդրի ճիրանների մեջ է եւ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, դուք ինչ եք ուզում, այսինքն որ ժողովրդից եք ուզում։ Մանավանդ այս տարիներին իհարկե ամաչում եք ասեք, որ թոշակները բարձրացել են, նպաստները մեծացել են, նախկին կաշառք, իհարկե կաշառք կա, բայց նախկին անիրավվածությունը չկա, նախկին կաշառքները չկա, նախկին մարզպետներն ու մարդասպան ոստիկանապետերը չկան, չէ, կարող է միտեղ լինի բան։ Մտածում եք Սյունիքում ավելի լավ են ապրում, քան դուք եք ապրում։ Ես մեր Արցախահայերի համար եմ ասում, ես ասեցի, ես զարմանում եմ, որ Անի Պեմզայի շրջանը են սահմանային գոտին, են ժողովուրդը չի քայլում Երևան, թե մեր վիճակը լավացրեք, շատ ավելի վատ վիճակում են, քան արցախահայերն են, հասկանում եք ոնց է, բայց մարդիկ համառորեն հասկանալով, որ խոսում ես, թե մեր երկիրն է, ինչ-որ մի կերպ ապրում են եւ այլն, հիմա դուք ինչ եք ուզում, երկրորդ մասը կա, եթե իշխանությունից այդ հարցով դժգոհ եք, կարող եք պատվիրակություն կազմեք, գնաք վարչապետի հետ խոսեք, էկոնոմիկայի նախ, սրանց էլ ում փորը ցավում է միանգամից վարչապետը, ինչ վարչապետ, սա պետություն է, կարող եք մարզպետի մոտ գնալ, կարող եք էկոնոմիկայի նախարարին ինչև հասնեք, փոխնախարար կա տնտեսության գծով, չէ Խաչատուրյան, այն օրը թվերը հրապարակեց, գնացեք ասեք, բացատրեք, ես ձեզ վստահեցնում եմ, իրենք ձեզ հետ ազնիվ խոսակցություն կունենան, թվերը կասեն, դուք ձեր պրոբլեմները, եթե ինչ որտեղ ռեսուրս կա, այդ ռեսուրսը կստանաք, ես չեմ կասկածում, 100% ուզում եք գրած գանք, բայց ելնում եք ու միտինգ անում, որ ինչ անեք, որ միտինգը, ինչ է, որովհետև ինչ անեք, Քոչարյան Ռոբերտին ու Սերժին հետ բերեք, չեք կշտացել, հիմա սրանք, ես ենթադրում եմ, երևի Կրեմլին խոստացել են, որ Ես սրանց հետ են տանելու, սուտ է, այսինքն պետք է ձեզ վերցնեն, նոր խաղալիք սարքեն, որովհետև Ադրբեջանը այլևս ձեզ չի ընդունելու, բացառված է, ուրեմն բաներով բիրիկով փախել են, ասում են եկեք հետ գնանք, գնացեք, ոնց եք գնալու համար պատերազմ են պետք, գիտեք իսկական պատերազմ, դուք եք պատերազմեք են միլիարդավոր դոլարների զենքը չէի քանզնի, քանի հոգի էր, ուրեմն գիտեք ինչ է, ես չեմ ասում ինչ կարող էին չէին, հիմա կսկսեմ բայերեխեքը բան, պատերազմը ժամանակ նկատեցեք, նկատի ունե Ուկրաինայեք, մեծով փոքրով կռվում են, չեն ասում կզոհվենք, բա կզոհվեն, բա ոնց եք կարծում, հայրենիքն ու պետությունը ոնց են պաշտպանում, հիմա դա չեք արել, ձեր ղեկավարությունը ձեզ այս վիճակում եւ այլն, հիմա դուք չեք կշտացել դրանցից ինչ է եղել, հիմա այդ պատերազմը Հայաստան այսօր վարել չի կարող եւ չի կարող համաշխարհային հանրությանը բարտադրել, որ Արցախը ճանաչեն
ինքնորոշվող մաս 40 տարի է կարողանայիք, հիմա ես ասեմ, որովհետև կարող են ստուգել, միլիոն անգամ ձեզ ասել եմ, ինչքան եմ հարցազրույց տվել, ասել եմ ինքնորոշման իրավունքով Արցախի հարց չի լուծվելու, կերակ հիմա լսող կար, գեներալ Սամվել Բաբայանը մեռավ ասելու բոմժ եք դառնալու, եկեք կանգնեք հարցի լուծման տարբերակ կա, թե չէ վաճառված եք, վաճառողը Զորի Բալայանն է իր բանդայով, լսեք, իր գաղափարախոսությամբ, հիմա դրա համար դուք ինչի եք միտինգ անում, ես միտինգի իմաստը չեմ հասկանում, ասում եմ, գնացեք, նստեք, խոսեք, պահանջեք իշխանության հետ ռեսուրս կա կտան, եթե չեն տա, ես մի բանից եմ վախենում, մեր այդ Արցախահայ ժողովրդի մասին, որի մանիպուլացնում են, այս բանդաների մասին չի խոսքը, որոնք եղել են ոչ միայն Արցախ, այլև Հայաստան, Հայաստանի տերը ովքեր են, Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, այն երկրորդ հեռուստաընկերության տնօրենի Հայրապետյանն է, Արցախցի են, մենք ենք սեփականության դերը, Հայաստանի իշխանությունը նրանց չափ գումար ունի, հավատում եք դրանց խեղդեք, թող Արցախի ժողովրդի սոցիալական ապահովության վերաբերյալ որոշում կայացնեն, ֆոնդ ստեղծեն, իրենք էլ օգնեն, իրենց փողը չի մանավանդ, հասկանում եք, որ նորմալ բան չեմ ասում այդ վիճակում, թող ձեզ օգնեն, դուք ինչ եք անում, իրենց եք ուզում հետ վերեք, դա նորից կրկնեմ առհա, հետ կալ չկա, պատմության մեջ էլ հետընթաց չկա, այսինքն ոնց կարող է լինել, հիմա ցավում եմ իրենց համար, իհարկե հիմա մի որոշ մասը լափառոշ ձևով բանով կհայոեն բան, ազգային անվտանգության ծառայությանը պետք է զգուշացնել, սրանց նայում եք Facebook, նայում եք այդ Instagram եւ ովքեր բերանը շաղ են տալիս, բառաչում են, դրանք Ղարաբաղյան կլանի հետ փոխկապակցված կուսակցություններ են, իրենք են եւ այլն, բոլորին հավաքում եք, բոլորին, ընդ որում հետևում եք, այսպես ասեմ, նոր բան եմ իմացել, Ավստրալիայի օրինակին, մեքենան վարել ես, կարմիր գիրն անցել ես, $500 դու գանք, վերջ, $500, բազար չկա, դու գանում եք, ով հայյանքով բառաչում է մերու բան է խոսում, թե չէ տերոր են արել, ես թալիբանականները, տերոր է ամեն տեղ, այսպես լաչառությունը ոստիկանին ձեռ տվեցին, ոստիկանության ղեկավարությանն եմ հասում, ով հրաման եք տալիս, որ ոստիկանին քաշքշում են ոստիկաններին, թողնում եք սատկեցնում են քաշքշողներին, հրամայում եք 2 մետրից մոտիկ չկան, բայց ոստիկանությունը իհարկե օրենքով պետք է աշխատի, ոչ կամայականությամբ, խեղճ ու կրակները չնչին աշխատավորցով գիշեր ցերեկ համազգեստով կանգնում ես կերած խմած բանդաների դիմաց, որտեղ են աշխատում, ով են, ինչ են, որոնք Հայաստանի ողբերգության, Արցախի ողբերգության մեղավորներ են։ Հիմա ասում եմ ինչի համար, այս հարցերը պետք է լուծվեն եւ երկիրը կայուն պետք է պահել, մինչեւ Ռուսաստան լարու չքվի էստեղ, չքվում է, չեք տեսնում, չքվում է։ Երկրորդ մասն եմ ուզում զգուշացնել, որ նկատի ունեցեք իշխանությունը։ Իհարկե դուք չեք ուզում կամ չեք կարողանում պահը կողմնորոշվեք, թե ռուսների վերջնական երբ դուրս անեք։ Ռուսները կարող են մի գիշեր իրենք գնան, մտածեք դրա մասին, զենք զորքով, որ մի ատրճանակ անգամ չգործեն տանել Հայաստանից։ Այս վիճակն է։ Ուրեմն ես բանով, իսկ մնացածը գիտեք ինչ կա։ Ուրեմն կա նաև երկրորդ տարբերակը։ Կառավարությունը ստվում է վաղուց որոշում պիտի կայացրած լիներ եւ Երևանը փակ քաղաք հայտարարած լիներ առանց Արցախի խնդիրների։ Որտեղ ես մի քաղաք է, Ռախիդի նման, եւ 30,000 չեղած տարածք։ Երևանը էլ բնակեցնել կլինի 9 միլիոն դրամ, այդպես են ասում, պետություն նպաստ է տալիս բնակարանի բանի համար։ Հիմա եթե ճիշտ է, գնացեք Սյունիք 4-5 միլիոնով տուն կգնեք, գնացեք Լոռի, գնացեք Աշոցք, Ամասիա, այդ ինչի Շիրակի գոտու ժողովուրդը կաբրի է ցրդին ձեր ասած, դուք չեք ապրի, տակ տեղից եք եղել, կռվեիք, մնայիք։ Հիմա Հայաստանի հնարավորությունն է, ձեզ համար ինչ անի, Սաուդյան Արաբիայի անապատները գրավի, որ տակ տեղ գնաք, գնացեք ապրեք, եւ
մի բան որ ես ասում եմ բանով էլի մտահոգությամբ ինտեգրվեք տեղի հայության հետ ինչպիսի հայ դուք եք դուք ձեզ Ղարաբաղցի մի հաշվեք դուք ոչ Ղարաբաղցի եք ոչ էլ Արցախցի եք դուք նույն հայերն եք ինչպես Շիրակի գոտու Լոռու Սյունիքի այդ ժողովուրդն եք եւ Քոչարյան Ռոբերտների Սերժ Սարգսյանների Մայրապետյանների Հայրապետյանների համար ձեր հայրենագիցների հետ վատ մի եղեք, դուք իրենց հետ եք ապրում։ Ինչու համար եք վատ լինում, նպատակ ինչ է։ Դուք մտածում եք, ես դրանց է, բան որ մի օր Հայաստանի ամբողջ ազգաբնակչությունը դուրս կա բոլորի շպրտի դուրս, միտինգավորների ինչ եք անելու, ինչ եք թշնամանում, ինչ է արել այս ժողովուրդը ձեզ, իմ աչքի ձեզ բոլորի աչքի առաջ, 89 Սունգայիցից սկսած ձեզնով է զբաղված, հասկանում եք ոնց է, փողը տվել է, մարդը տվել է, ինքը կռվել է, երբեմն դուք չեք կռվել, ինքը աղքատ է ապրել, բուհերը սննկացան, բուհերում ռեկտորներ դարան Ղարաբաղցիները, քամեցին, կրթություն վատացրին, հələ նայեք, մի տասնամյակներ ովքեր են եղել Հայաստանի բուհերի ղեկավարները, ռեկտորները, ակադեմիկոսները, այդ ձեր գյուղերում էին այդ ակադեմիկոսները ծնվում, Շիրակի գոտում չէր կարող լինել, թե Լոռեցի չկա ակադեմիկոս, ուր են դրանք։ Իշխանության բռնազավթման սա օրինակ է, ես ասում եմ, որ հասկանաք, ուրեմն դրանց փողը պահանջեք ձեզ օգնել, եւ այսպես մնացածը իմ խորհուրդն է ձեզ, կուզեք արեք, կուզեք չէ, բայց մի ժողովուրդ ենք, իրար հետ ինչ գործ ունեք, հարևանի հետ ինչու եք վատանում, այդ որ վատանակ տանը շտաբ օգնությունը Քոչարյան Ռոբերտն է ուղարկելու ձեզ թե Սերժ Սարգսյանը, դուք Սերժ Սարգսյան տեսել եք երբևէ, կամ եթե կոնկրետ եք տեսել եք ինքը ով է, դուք էկրանից եք տեսել եւ դրանց կամքը, եւ այսպես, եւ ասել եմ նաեւ Սփյուռքում, Սփյուռքի համար եմ ասում, հավաքվեք պետականության շուրջ, խնդիրներ ունեք, իրար հետ խոսեք, ես միշտ կողմ եմ, ստեղծեք խմբեր, իրար հետ խոսեք կառավարությունից եւ կառավարության չհայոյեք։ Ես առաջարկում եմ իշխանությանը վտանգի մասին, զգուշացնում առաջարկում եմ։ Այս սրանք այս բանդաները վարկաբեկում հեղինակազրկում են իշխանությանը։ Նման պետությունը փլուզում է, երբ որ իշխանության բարձրագույն դեմքերի հարցը լուծում են վարկաբեկումներով, փլուզվում է։ Դվեք գլխներին։ Ես Ֆրանսիա հայերին, ովքեր այդ ավանդականների հետևորդներն են, ռիսկ անեք Մակրոնի դիմաց կանգնեք հայոք, դուք Ֆրանսիայի քաղաքացիներ եք, չէ, հələ մի ռիսկ արեք, Ամերիկայի քաղաքացիներ, այդ որ այսպես բան եք շարժվում, չգիտեմ ցույց բան, կարող եք պրեզիդենտի կամ նահանգապետի դեմ գնաք որպես քաղաքացիներ այդ բողոքներն անեք, ոստիկան կաշկշեք։ Այդ եթե այնտեղ չեք կարող Հայաստանում ինչի եք անում, քաղաքացի չեք։ Հիմա մի բան եմ ուզում բարձաբանեմ։ Մենք պետք է ամեն ինչը ճիշտն ասենք։ Մեր կեղծիքը բերեց այս վիճակին, չէ՞, մենք Հայաստանի Անդրկովկասի ամենամարդունակ բանակն ենք։ Մեր գեներալները ամենակրթվողներ, պարզվեց մեր գեներալները ռուսակոց, մեծ մասը ծախված ռուսական բաներ էին, կերած, խմած, տկեց ստրատեգիա եւ այլ չունացող։ Ես խնդրում եմ լավերի մասին, բոլորը չեն այդպես, ովքեր որ արել են, այդ ամեն ինչ հասկանալի է։ Ուրեմն ես բոլորը պետք է հաշվի առնեք եւ իմանաք հետեւյալը։ Իհարկե 007 համարը բոլորիդ անձնագրում կա, դա Հայաստանի պետությունը ժամանակին արել է, որ դուք տեղաշարժվեք, բայց 007-ը չի նշանակում քաղաքացիություն։ Մի մասը քաղաքացի եք, մի մասը ոչ։ Եթե ովքեր որ քաղաքացի են, մեզնից մեր հետ միասին օգտվում են այն իրավունքներից, ինչ իրավունքներ մենք ունենք։ Կարող ասում են, ես Ղարաբաղցի կամ Արցախցի, ես քաղաքացիության իրավունքից օգտվում են մեկ, այսպես, այնպես ինչպես եզդիները, որ մինչև վերջ մեր հետ են։ Պատերազմի առաջի օրվանից եզդի ժողովուրդը մեզ հետ է։ Եվ մնացածները, չէ՞, մնացածները կեցության իրավունք ունեք։ Դրանից կեցության իրավունք քաղաքացիության իրավունք չի։
Եվ այսպես Հայաստանը պետություն է եւ սահմանադրության մեջ գրել է, որ ինքը ուրեմն իրավական պետություն է, բոլորը համապատասխան ձևով օգտվում է ձեր իրավունքներից։ Հասկանում եք ոնց է։ Իսկ ավելի ինչ իրավունք եք ուզում, չեմ իմանում, ասում է արցախահայերի իրավունքների պաշտպանության։ Եթե դուք ուզում եք արցախահայերի իրավունքների պաշտպանություն, ձեզ ասեմ, Հայաստանում անօրինական իրավունքից ուռճացած ձևով ապրում է Քոչարյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը եւ այլ կողոպտել են, չեն էլ վերադարձնում, տեսեք երկրներ խառնում են։ Եվ այս ամբողջ Ղարաբաղյան կլան, այս սրանք անօրինական են։ Զորի Բալայանը գրավում էր Երևանը, որ գրավեր, հիշում եք, Բաքուն, չէ՞։ Հարցրեք ինչ սեփականություն ունի այստեղ։ Մեզ հարևի տեղ են դրել, ձեզ առաջինը։ Հանեցին ոտի, որ այստեղ սեփականություն ունենան, քաղաքի կենտրոններում, գյուղերից եկել, խուտորներից քաղաքի կենտրոն եւ մեկ է կարող է գավառցի մնալու։ Եվ այս աղետը բերեցին մեր ժողովրդի գլխին, առաջին Արցախահայության, երկրորդը եւ այլն։ Երբ որ այսօր շատ դժգոհել պետք չի, եթե գիտեիք, որ ադրբեջանցիների հետ չեք կարող եւ չեք հաղթելու, ինչու ապստամբվեցիք, մեզ էլ գցեցիք կրակը։ Եթե լասեմ, հա։ Մենք ձեզ թիգունք ենք կանգնել, եղել ենք ձեզ այդ անընդհատ։ Ինչու մեր զինվորների քարշ տվեցիք Արցախի այդ տարածքներ։ Եթե գիտեք չեք հաղթելու, հա։ Եթե չէ, ինչու արեցիք։ Շիրակի գոտու զինվորներն ինչու գերին կան։ Ինչի համար։ Եթե դուք գիտեք, որ փախչելու եք, եք անելու։ Հիմա այս կանի փոխարեն ինչ են ասում, փոխանակցելը ճռռացելվորն է ճռռում։ Իսկ մեզ մոտ ոչ են է պետ, ոչ են։ Ես վերջացնում եմ խոսքս, ասում եմ Արցախահայությանը հեռու մնացեք կլանից, կլանը ձեր թշնամին է, Հայաստանի Հանրապետության թշնամին է, կռեմլահպատակ կողոպտիչների բանդա է, դուք ինչ եք ուզում դրանցից։ Հեռու մնացեք եւ իշխանության հետ հարցերուն եք կարգավորեք, բայց որ այն պայմաններն եք ուզում, ես ձեզ ասել եմ կրկնեմ, մի հատ մտեք բուհերը, տեսեք մեր բուհերի դասախոսները, որոնք դոցեններ են, դոկտոր, տեսեք ինչ աշխատավարձ են ստանում, դուք խաբար եք, թե գիտեք ձեր ռեկտորներն են, նրանց դաչաները տեսել են, գիտեմ մենք էլ այդ դաչաներն ունենք։ Խոսքը Ղարաբաղցիների մասին է, ընդ որում կրկնեմ, Ղարաբաղցին եւ Արցախը ինձ համար լրիվ տարբեր բան է։